Ողջույն, սիրելի հայրենակիցներ, տեսակապով հարցազրույցի եմ հրավիրել հարգարժան մեր քաղաքագետին, պատմաբանին, Գագիկ Համբարյանն է հյուրս։ Ողջունում եմ ձեզ, պարոն Համբարյան։ Բարև ձեզ, ես էլ եմ շատ ուրախ։ Պարոն Համբարյան, լավ եք հիշում, որ գրեթե մեկ տարի, իսկ նախընտրական փուլում առավելապես մտահոգություն էինք բոլորս արտահայտում, այդ թվում նաև դուք ձեր բազմաթիվ հարցազրույցներում, որ Փաշինյանը վերընտրվելու դեպքում նա սկսելու է հայկական տարածքների հանձնումը Ադրբեջանի եւ հռչակելու է այսպես կոչված չորրորդ հանրապետություն։ Եվ հիմա մենք այդ փաստի, այդ իրողության առաջ ենք կանգնած։ Օգոստոսի 20-ին կառավարության նիստի օրը նա այդ երկու վտանգավոր հայտարարությունները արեց, ասաց Հայաստանը թևակողում է իր պատմության նոր փուլ չորրորդ հանրապետություն եւ անմիջապես դրանից հետո հայտարարեց, որ Տիգրանաշենը ընդ որում Տիգրանաշենը, որը Երևանը կապում է Վայոց ձորին, Սյունիքին եւ Իրանին, նա հայտարարեց ադրբեջանական տարածք։ Հիմա ես կխնդրեմ նախ հերթով սկսել, հա, գանք նախ կառաջարկեմ Տիգրանաշենից, հա, եւ կխնդրեմ ձեր կարծիքը, ինչ հիմքերի վրա է եւ ինչ իրավունքով է Նիկոլ Փաշինյանը հայկական տարածքը հայտարարում ադրբեջանական, ընդ որում ադրբեջանական ԽՍՀ-ին պատկանող, բերում է ինչ-որ քարտեզներ, որոնք չենք էլ տեսել, հղում է տալիս Ալմատայի փաստաթղթին, պարզում է դրա մեջ ոչ էլ կան որևէ քարտեզներ։ Ես կխնդրեմ ձեր վերլուծությունը, ինչ իրավունքով եւ իրավական ինչ հիմք կա, որով նա այդ պնդումը կատարում է, թե իբր Տիգրանաշենը, ես չեմ ուզում ադրբեջանական անվանումը ասել, Տիգրանաշենը անվանում է ադրբեջանական տարածք։ Լսում եմ ձեզ, պարոն Համբարյան, խնդրեմ։ Ուրեմն նա այդ խնդիրը որն է։ 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո փորձելով իր բոլոր հագապետական, հատուկ եմ նշում, հագապետական քայլերը ուրեմն քողարկել, Նիկոլը անընդհատ հղում է տալիս Ալմատայի դեկլարացիային։ Խնդիրը գիտեք որն է։ Խնդիրը նրանում է, որ 1991 թվականի դեկտեմբերի 21-ին, երբ որ ստորագրվեց ուրեմն խորհրդային միության վերջնական փլուզման այդ մասին պայմանագիրը եւ ձևավորվեց ԱՊՀ-ն, Ալմատայի դեկլարացիան Լևոն Տեր-Պետրոսյանը ստորագրել է 10 վերապահումներով, որոնցից մեկը ամենակարևորը այն էր, որ Հայաստանը չի ճանաչում Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը որպես Ադրբեջանի տարածք եւ Հայաստանը չի ճանաչում խորհրդային միության ներսում գտնվող վարչական սահմանները որպես միջպետական սահման։ Նիկոլը ստում է, երբ որ ասում է, որ Հայաստանը իբր թե ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, նման բան չկա, դա սուտ է։ Իսկ գիտեք ինչի է անընդհատ այդ Ալմատայի դեկլարացիան հղում տալիս, որովհետև 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո ինքը պարտավորություններ էր վերցրել իր վրա, ադրբեջանցիների առաջ իհարկե, որ ինքը X տարածքները հանձնելու Ադրբեջանին, եւ որպեսզի փորձի դա օրինականացնել, այդ հեքիաթն է օրինել, թե բա Ալմատայի դեկլարացիան Լևոն Տեր-Պետրոսյանը ստորագրել է, քանի որ ստորագրած է այդ դեկլարացիան, ուրեմն մենք պարտավորություններ ենք մեզ վրա իբր թե վերցրել, որ խորհրդային միության հանրապետությունների միջև գոյություն ունեցող վարչական սահմանը կրկնում եմ, իսկ վարչական սահմանը երբեք չի կարող դառնալ միջպետական սահման, եթե համապատասխան երկրների միջև չկա համապատասխան պայմանագիր։ Օրինակ ասենք, նույն Ալմատայի դեկլարացիան ստորագրած ասենք թե Բելոռուսը եւ Ուկրաինան են ժամանակ կամ Ուկրաինան եւ Ռուսաստանը ստանձնել են պարտավորություններ, որ ճանաչում են միմյանց հանրապետությունների միջև գոյություն ունեցած վարչական սահմանը որպես ապագա միջպետական սահման։ Ասենք նույնը Ղազախստանը Ռուսաստանի հետ, Ղազախստանը Ուզբեկստանի հետ, Ղազախստանը Թուրքմենստանի հետ, Ուզբեկստանը Տաջիկստանի հետ։ Հասկացաք, չէ, այսինքն մենք 91 թվականի դեկտեմբերի 20-ին, 21-ին, որ ստորագրել ենք Ալմատայի դեկլարացիան, մենք Ադրբեջանի մասով Լևոն Տեր-Պետրոսյանը վերապահում է ունեցել եւ չի ստորագրել այդ մասը։ Նիկոլը խաբում է մարդկանց այդ Ալմատայի դեկլարացիան անընդհատ մեջ բերելով։ Իդեպ ասեմ, որ նույն Ռուսաստանի Դաշնությունը եւ շատ այլ փորձագետներ բազմիցս հասկացրել են հայ ժողովրդին, որ Հայաստանը Ալմատայի դեկլարացիայով որևէ
պարտավորություն չունի ուրեմն սահմանազատելու եւ սահմանակցելու հայ-ադրբեջանական սահմանը։ Այսինքն Նիկոլ Փաշինյանը, երբ որ ժամանակին հանձնեց Գորիս-Կապան ճանապարհը, դա արել է ապօրինաբար։ Նիկոլ Փաշինյանը, որ հանձնեց Քարվաճարի եւ Բերձորի սահմանակից շրջանները կամ Կապանը դարձրեց սահմանամերձ քաղաք, դա արել է ապօրինաբար, որովհետեւ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ սահման չկա, կա շփման գիծ։ Այ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ, Հայաստանի ու Իրանի միջեւ սահման կա, որովհետեւ դրանք նախկինում եղել են խորհրդային միության պետական սահմաններ, ասենք համապատասխանաբար Թուրքիայի եւ Իրանի միջեւ։ Հայաստանի եւ նույն Վրաստանի միջեւ եւս սահման որպես այդպիսին դելիմիտացված եւ դեմարկացված այս պայծրությամբ չկա, բայց երբ որ ժամանակին Հայաստանը իսկ հետագայում նաև Վրաստանը դարձան ԱՊՀ անդամ երկրներ, մեխանիկորեն երկուստեք ճանաչեցին խորհրդային միության ժամանակաշրջանում վարչական սահմանը որպես միջպետական սահման։ Հասկացաք, չէ՞։ Հիմա Նիկոլը օդի միջից խոստումներ է տվել նույն Ադրբեջանի բռնապետին, դեպի նշեմ, որ այս խոստումը ինքը շատ վաղուց է տվել։ Սա նորություն չէ ոչ մեկի համար։ Ես հետաքրքիր հիշեցնեմ, ուրեմն 2020 թվականի դեկտեմբեր ամսին շատ ակտիվորեն հանրության մեջ, ինչպես նաև հասարակության մեջ սկսեց քննարկվել Տիգրան հանձնման այդ ծրագիրը Ադրբեջանին, իդեպ նշեմ, որ բավական ակտիվ սրա մասին բարձրաձայնում էր ընդդիմադիր քաղաքական գործիչ Հրանտ Բակրատյանը, որին Կոկորտիլոսագետ Գարիգը այն ժամանակ ինքը զբաղեցնում էր Արարատի մարզպետի պաշտոնը 2021 թվականի հունվարի 4-ին պատասխան էր գրել, թե դա ամբողջությամբ սուտ է, դա չի համապատասխանում իրականությանը, Տիգրան ոչ ոք չի պատրաստվում տալ Ադրբեջանին, դա Հրանտ Բակրատյանի նման եւ 16+, հիշում եք, այդ ժամանակ 16+ ձևաչափով ընդդիմադիր շարժում կար, դրանց ուրեմն սդերն են եւ վերջում խոստացել էր, որ եթե Տիգրան հանձնվի, ապա բոլոր ընդդիմադիրներին Հրանտ Բակրատյանի գլխավորությամբ կհրավիրի Տիգրան խաշ ուտելու։ Հիմա ես հարց եմ տալիս այդ Կոկորտիլոսագետ ոչնչությանը։ Հիմա իր խոստումը ինքը կատարելու է եւ եւ հարգադարձելու է, որ ով չհրավիրի խաշ ուտելու ապակա քյարքիում ադրբեջանական անբարոյականի վաստակ է Գարիկ։ Խոստումդ կկատարես, որպեսզի ադրբեջանցի զինվորականների եւ քաղաքացիական վարչակազմի հետ ով կառավարելու է Տիգրան որը Նիկոլը ապօրինաբար տրամադրելու է ուրեմն Ադրբեջանին, այդտեղ դու խաշ կազմակերպես ու բոլոր ընդդիմադիրներին հրավիրես խաշ ուտելու։ Այս մեկ, երկրորդը կներեք, ես հենց չեմ ավարտել։ Այո, խնդրեմ։ Սահմանադրությունով չկա կետ, որ Հայաստանի Հանրապետության տարածքում կան անկլավներ։ Ես հատուկ պատահական չնշեցի, որ Հայաստանի Հանրապետությունը Ադրբեջանի հետ սահման չունի։ Ընդունված սահման չունի, մենք ընդունված սահման չունենք։ Եվ հիմա Նիկոլը ինչ որ քարտեզների է հղում տալիս, շատ լավ քարտեզների է հղում տալիս։ Իմ ձեռքի տակ կան 1920-ական թվականների, 30-ական թվականների քարտեզներ, որտեղ ոչ միայն անկլավներ չկան Հայաստանի Հանրապետության տարածքում, ավելին Կրասնոսելսկի շրջանի ուրեմն Արձվաշեն գյուղը Ադրբեջանի տարածքում անկլավ չէ, այլ Հայաստանի Հանրապետության տարածք է, խորհրդային հանրապետության տարածք է, եւ Հայաստանի Հանրապետության տարածքն է այդ քարտեզներով 31,000 քառակուսի կիլոմետր է։ Հարց. ինչն է խանգարում Նիկոլ Անհողին, որ այդ քարտեզները մեջբերի եւ ասի, որ խնդրեմ, այս քարտեզներով բերեք անցկացնենք սահմանազատումը եւ սահմանակցումը։ Այդ պարագայում Ադրբեջանը պարտավոր կլինի մեզ հանձնել Նիկոլի կողմից Տավուշի մարզում արդեն հանձնված տարածքները, որոնք Հայաստանի տարածք են, եւ Հայաստանի տարածքում երբեք չկա ոչ Սոֆուլու, ոչ Բարխուդարլու, ոչ էլ Քյարքի անունով ուրեմն բնակավայրեր։ Ես չեմ հասկանում, ասենք Թութագի նման անասունի պես ադրբեջանական տեղանուններ կամ թուրքական անունով տեղանունները հայկական բնակավայրերի վրա դնելով Նիկոլը ինչ է ուզում ասել։ Ասենք նույն ադրբեջանցի Երևան անվանում է Իռևան, բացարձակ աստվածաշնչային ծագումը այդ քաղաքի անվան, դե գիտեք, Նոյեի չափ,
Նախիջևանեց, հետո եկավ Արարատաշտ եւ ասեց Երևան։ Հիմա մարդիկ ասում են, որ ոչ մի աստվածաշնչային ծագում չունի, Երևանը կառուցել է Ռևան խանը, Ռևանի անունով է դրված, դա մերն է։ Հիմա եթե վաղը մյուս օր Ադրբեջանը ասի, որ Երևանը մերն է, բացարձակ արդեն չեմ զարմանա, եթե Նիկոլի նման թուրքից թուրքը կառավարության նիստում ասի, որ ճիշտ է ասում։ Իր քարտեզներ կան, որ Երևանը Ռևան խանի կառուցած քաղաքն է, իրանք էլ ապացույց են ներկայացնում։ Դե Ասենք եթե հիմա կանի, այո, ասեք։ չէ, մենք արդեն ենք թույլ տվել, մենք արդեն ենք թույլ տվել։ Ես բազմաթիվ անասունների գիտեմ ազգանունները յան, որ խորհրդային միության քարտեզները թևերի տակ դրած 70-ական 80-ական թվականներին ուրեմն հրատարակված ման են գալիս փողոցներում ու ցույց են տալիս, որ այդպես քարտեզով այդ բնակավայրերը Ադրբեջանինն են։ Այդ քարտեզները մարդիկ են նկարում, ասենք հիմա Հնդկաստանի Փենջաբ եւ Ջամու եւ Քաշմիր նահանգները Հնդկաստանը նկարում է իր տարածքի մեջ, Իրանն է, Պակիստանինն է։ Հիմա որքան ուզում է Պաղեստինը նկարեն կանաչ գույնով, փորձել ներկայացնել, որ Պաղեստինի արևմտյան ափը Իրանցն է, Պաղեստինինն է, իրականում այդպես չէ։ Այդ արևմտյան ափի բնակչության մեծ մասը հրեա են եւ այդ արևմտյան ափը գրեթե ամբողջությամբ հրեաների վերահսկողության տակ է գտնվում։ Ասենք հիմա Ուկրաինան, որ նկարում է, որ Ղրիմը Իրանն է դարձել։ Ռուսաստանին է փաստացիորեն 2014 թվականից ի վեր։ Ասենք Աքսայչի նահանգը, որը Հնդկաստանը նկարում է, որպես իր տարածք Իրանը չէ։ Չինաստանն է տարածքը վերահսկում 47 թվականից ի վեր։ Հիմա հարց եմ տալիս, լավ։ Հիմա այս քարտեզներ կան, քարտեզները ո՞րն են։ Ինչ քարտեզներ։ Ես էլ եմ կրկնում, եթե մենք Ալմատայի դեկլարացիայով Ադրբեջանի եւ Հայաստանի խորհրդային հանրապետությունների միջև գոյություն ունեցող վարչական սահմանը չենք ճանաչել, եւ դա փաստ է։ Նիկոլը որքան ուզում է խափի մարդկանց։ Նիկոլը ում հողերն է տալիս Ադրբեջանին։ Ինչ սահման է գծում, ում հետ է գծում, ինչի հիման վրա է գծում։ Բա որ հիմա Ադրբեջանը ասի, որ ես ցանկանում եմ, որ Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանազատումը ըստ իմ սահմանադրության լինի Ադրբեջանի առաջին դեմոկրատական հանրապետության կողմից ընդունված սահմաններով, որի համաձայն Հայաստանի հանրապետությանը տրամադրված է ընդամենը 10,000 քառակուսի կիլոմետր, ներկայիս հանրապետության, մեր հանրապետության ողջ Տավուշի մարզի արևելքը, Գեղարքունիքի մարզի արևելքը, Սևանա-Լիճը կեսով, Արարատի մարզի հարավային մասը, ողջ Վայոց ձորը Սյունիքը, նույն Ադրբեջանի դեմոկրատական հանրապետությունը հայտարարել էր որպես իր տարածք։ Հիմա Ադրբեջանը ասի, որ մենք սրանով ենք առաջնորդվում։ Բայց դրան է գնում է, պարոն Համբարյան, կներեք, գործընթացը դրան է գնում։ Հենց դրան է գնում է, հարգելի Արմինե, Ադրբեջանը չի թաքցնում դա, Ադրբեջանը չի թաքցնում, Ադրբեջանը ասում է, որ Հայաստանի Հանրապետությունը պետք է լինի 10,000 քառակուսի կիլոմետր։ Վերջ, հայերը ուրիշտեղ պետք է չապրեն, այդտեղ պետք է ապրեն թուրք-ադրբեջանական տանդեմի վերահսկողությամբ, պետք է լիզրեն մեր կոշիկները, ապրեն մեր ուզելով։ Չեն ուզում, ուրեմն թող այստեղից գնա։ Շարունակենք հիմա։ Եթե կարելի է մեկ հարց այստեղ, եթե կարելի է կներեք, Ալմաթայի հռչակագրին հղում տալով Փաշինյանը կառավարության նիստի ժամանակ ասում է, մենք մեր տարածքային ամբողջականության ճանաչման, սահմանազատման հիմքը դա ենք ընդունել եւ այդ հռչակագրի հիման վրա ասում է իրականացրեցին Կիրանցում սահմանազատում եւ ասում է, որ այդ հռչակագրում կան քարտեզներ։ Ես մի քանի մասնագետների լսում էի քիչ առաջ, մարդիկ ասում են չկա նման քարտեզներ։ Այստեղ էլ է ստում։ Այսինքն այստեղ էլ է ստում։ Այո, Նիկոլը ստում է Ալմատայի դեկլարացիայի մեջ քարտեզներ չկա։ Ալմատայի դեկլարացիայի մեջ ընդամենը կետ կա, որ խորհրդային հանրապետությունները իրար միջև գոյություն ունեցող վարչական սահմանները ճանաչում են միջպետական։ Բայց ես էլի կրկնեմ, երևի թե մի փոքր տարօրինակ թվա մեր հեռուստադիտողների համար, բայց կրկնեմ, Լևոն Տեր-Պետրոսյանը այդ կետը չի ստորագրել։ Այո։ Հատուկ վերապահում է մտցվել Ալմատայի դեկլարացիայի մեջ Հայաստանի կողմից ստանձնած պարտավորությունների մեջ, որ խորհրդային Հայաստանի սահմանները խորհրդային Ադրբեջանի հետ Հայաստանի անկախ
երրորդ հանրապետությունը չի ճանաչում որպես Ադրբեջանի հետ միջպետական սահման, վերջ։ Փաշինյանը Ոչ մի դա քարտեզ չկա։ անտեսում է, Հիմա պարոն Համբարյան։ հիմա հարց եմ տալիս։ Նիկոլ Փաշինյանը այդ Կիրանցի հատվածում սահմանազատումը որ թվականի քարտեզով է արել։ Մենք ոչ մեկը չգիտենք որ թվականի քարտեզով է արել։ Մեկ ասում է 76, մեկ ասում է 80, Ասում մեկ է ասում է Ալմաթայի փաստաթղթում արկա քարտեզ։ չկա նման բան։ Նախորդին Ալմաթայի փաստաթղթում հողումներ անում։ Ալմաթայի փաստաթղթում քարտեզ չկա։ Նիկոլ Փաշինյանը ստում է։ Նիկոլ Փաշինյանը խաբում է։ Լավ, կամ եթե անգամ կա, ինչու չի ընտրում հենց այն քարտեզները, որոնք քիչ առաջ դուք ասում եք, որի համաձայն Հայաստանը եղել է 31000 քառակուսի կիլոմետր։ Բայց ինքը ով է որ ինքը ընդունի։ Լավ, Այսինքն իրեն տվել են դուք իրոք հավատում եք որ կատարողն է, Հայաստանի հերթական Հանրապետությունը անգամ ակտանակ։ հարցեր է լուծում։ Հայաստանի Հանրապետությունը դուք մտածում եք որ հարցեր է լուծում։ Դուք այսքան ժամանակ որևէ գործընթաց տեսել եք որ Նիկոլ Անհողը կարողանա հավասարին բանակցել Ադրբեջանի հետ կամ ինչ որ դրական լուծում մենք ունենանք Ադրբեջանի հետ ինչ որ գործընթացում։ Հիմա կրկին խափենք ասեն բանը գերիների վերադարձը։ Գերիների վերադարձը նախ տեղի ունեցել հիմնականում ԱՄՆ, Ռուսաստանի, Եվրամիության, Վրաստանի միջնորդության արդյունքում, իսկ վերջի երկու գործընթացները խայտառակություն էին։ Միջազգային պրակտիկայում նման խայտառակ, նման ստորացուցիչ վերադարձ ոչ ոք չի արել։ Ասենք ոնց կարող է նորմալ պետությունը իր տարածքներ թափանցած ահաբեկիչ դիվերսանտներին, ովքեր մարդ են սպանել, փոխանակել մի կրագոց չարձակած գերու հետ։ Դա գիտեք ինչ ծրագնդի էֆեկտ կարող է բերել։ Վաղը մյուսօր ադրբեջանական կողմը, տեսնելով որ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը այնքան ոչինչ է, իսկ հասարակությունն էլ այնքան ամորֆ ու տգետ է, որ չի հասկանում թե ինչ վտանգավոր գործընթացների մեջ է ներքաշել օրինակ Նիկոլը Հայաստանին, կարող է մի խումբ դիվերսանտներ ուղարկել Հայաստան, մի քանի տասնյակ մարդու սպանեն, հանձնվեն այստեղ, մի քանի այդ նույն դիվերսանտները մի քանի տասնյակ մարդու գերի տանեն Ադրբեջան, ու Ադրբեջանը ասի իմ հերոսներին հետ դուր, ես քո այս գերիներին հետ կտամ։ Հասկանում եք, չէ՞։ Ասենք ոնց կարող է Հայաստանի Հանրապետությունը սիրիացի մարտասպան, ահաբեկիչ, սիրիական գործող ահաբեկչական իշխանության Ալ-Շարայի հիմա որ փողկապ է կապում, հիմա որ սիրուն հագնում կապում է, ասեք Ալ-Շարայի նկարները մեր ժողովուրդը տեսել է համացանցում են, որ երկու հատ գլուխ մեկ ձեռքերը վերցրած շպիտը դեմքին շպտում է։ Դուք պատկերացնում եք Սիրիայում ով է եկել իշխանության։ Ու այս ոչնչությունները ասում են մենք բարի կամքի դրսևորում արեցինք, մենք այդ երկու ահաբեկիչների, որոնք չգիտես քանի հայի եւ սպանել Արցախում 44 օրյա պատերազմի ժամանակ, հանձնել ենք Սիրիային, բայց իրականում գիտեք չէ, դա թուրք-ադրբեջանական տանդեմի հետ գործարկել չէր։ Ադրբեջանի բռնապետը ասել է այդ երկու ահաբեկչին կտաս, ես էլ քո մի քանի գերիներին քեզ հետ կդամ, բայց ցավը գիտեք որն է, որ այդ գերիները ու նրանց հարազատները սարսափելի են ուղղակի։ Ասենք շնորհակալություն Նիկոլ Փաշինյանին։ Ամոթ չեք անում, դուք Նիկոլ Փաշինյանին չեք շնորհակալություն հայտնում։ Դուք պետք է Նիկոլ Փաշինյանին շնորհակալություն չհայտնեք, դուք պետք է շնորհակալություն հայտնեք, ասենք Քաջարյանի բղնձամոլիբդենային կոմբինատի պահնորդի ընտանիքին, որ այդ պահնորդը սպանվեց ադրբեջանցիների կողմից եւ այդ սպանողներին էլ գյուղացիները իդեպ գտան ու վնասազերծեցին, հայտնեցին հայ իրավապաներին, որոնց գլխավոր գործն դիմադիրներին հետապնդելն է, ոչ թե ադրբեջանցի դիվերսանտներին ուրեմն վնասազերծելն է, որ հետո էլ դրանք դատապարտվեցին, փոխանակվեցին ցես հետ։ Կամ այդ սիրիացի ահաբեկիչների կողմից սպանված հայերի ընտանիքներին պետք է զինվորների ընտանիքներին պետք է շնորհակալություն հայտնեք, ոչ թե Նիկոլ Փաշինյանին, բայց դա միջազգայինորեն չընդունված եւ խայտառակ գործարք է, հարգելի Արմինե։ Այնպես որ այս պարագայում նույն վերադառնանք Տիգրան Աշենին նշեմ, որ այստեղ ոչ մի այսպես նոր բան Նիկոլը չի հնարել։ Եթե կարելի, ես այստեղ մեկ-երկու դիտարկում ունեմ, հա, սահմանազատման հանձնաժողովը
Տիգրանաշենի մասին որևէ փաստաթուղթ չի հրապարակել։ Այսինքն ոչինչ չկա, անգամ այդ հարթության մեջ իրավական հենք ունեցող որևէ փաստաթուղթ չկա։ Եվ հետո ինչու սահմանազատումը շարունակեց Տիգրանաշենից եւ օրինակ ոչ Ջերմուկից, Սև լճի հատվածից, Գեղարքունիքային հատվածներից, որտեղ նստած է թշնամու Իշխանասարից, այո, իշխանասարից, ներքին հա, հանդից, ինչու է Տերտուղի սահմանազատումները, հատվածից, այո, ինչու չի կատարում այդ հատվածներից, սա ուզում հասկանալ, սա նշանակում է ինքը պատրաստվում է մոռանալ այդ հատվածներում, որ մենք ունենք զավթված տարածքներ, օկուպացված Ադրբեջանի կողմից տարածքներ։ Ես կխնդրեմ սրան արձագանքեք, սա էլ, այսինքն այդ հատվածից Ադրբեջանը կտրել է, նստել է, ամրացել է, եւ Փաշինյանը բացարձակ այդ թեմայի մասին չի խոսում։ Դուք հիշում եք 2024 թվականին, երբ որ տեղեր ունենում այսպես կոչված Կիրանցի հատվածի սահմանազատում, Նիկոլ Փաշինյանը գնացել էր Բերքաբեր ու խաբում էր մարդկանց, թե բա Իրանցի հատվածը ցես կտանք ադրբեջանցիներին, ադրբեջանցիների կողմից օկուպացված Բերքաբերի 900 հեկտար տարածքը, որը գտնվում է ջրամբարից այն կողմ, հետ կբերենք, հետ բերել է։ Հետ բերել է, լավ, ինձ հետաքրքիր է այդ Բերքաբերցիները, որ կուրորեն Նիկոլին ձայն են տալիս։ Հետ բերել է այդ հատվածը։ Ուրեմն մեր ժողովուրդը պետք է իմանա մեկ բան։ Ուրեմն մենք ծոծրակներս կտեսնենք Նիկոլի օրոք հետ բերված տարածքներ չենք տեսնի, որոնք մեզ համար ռազմավարական ստրատեգիական նշանակություն են։ Օրինակ ես համոզված եմ, որ Ադրբեջանը 0 ռազմավարական նշանակություն ունեցող Արցվաշենքյուղը մեզ կտա։ Գիտեք ինչի կտա, որտեղ գիտի, որ պարտված Հայաստան եւ պարտված հայ ժողովուրդը երբեք չի գնա Արցվաշենում չի ապրի։ Դուք գիտեք չէ իրանք ինչ պայմաններ են այդտեղ ստեղծելու։ Ինչ ստորացուցիչ պայմաններ են ստեղծելու, որ ասենք Կրասնոդարսկից մարտիկ հասեն մինչև Արցվաշեն։ Բայց դուք համոզված եղեք։ Ադրբեջանը պարտադրելու է Նիկոլ Փաշինյանին Տավուշի եւ Արարատի մարզի այդ անկլավների, այսպես կոչված անկլավների տարածքում տեղակայված եւ բնակչության եւ զինվորների համար արդա, այսպես ասած, այցեր կազմակերպել, այսինքն ոչ ոք չի վերահսկվելու։ Ադրբեջանը թույլ չի տա, որ ասենք նույն ադրբեջանցին, որ ով Թովուզից գալիս է Նիկոլի մատնանշած Բարխուդարլու կամ Սոկուլու, հանկարծ միամիտ տեղ այդ ադրբեջանցիների մոտենան հայ սահմանապանները։ Նրանք պետք է արտատարածքային, այսպես ասած, իրավունք ունենան, որ Հայաստանի տարածքով հանգիստ անցնեն դեպի իրենց գյուղերը, զենք տանեն, զինամթերք տանեն։ Դուք գիտեք չէ, որ Տիգրանաշենի ռազմավարական նշանակությունը միլիոնապատիկ ավելի կարևոր է մեզ համար, քան ասենք նույն այդ Արցվաշեն կոչված, որը մեզ համար ուղղակի 0 նշանակություն ունի։ Իրանի հետ ի վերջո կապը, ես իզուր չէ, որ հարցս հենց տալով շեշտեցի Երևանը, Իրանի, Վայոց Ձոր, Սյունիք կապվում է Տիգրանաշենով, եւ հենց հիմա ես ուզում եի նաեւ, պարոն Համբարյան, այդ շատ կարեւոր հարցը, խնդրում եմ հստակ դրան անդրադառնալ, ինչ կկատարվի մեր հետ, մեր երկրի հետ, եթե Փաշինյանը հանձնի Տիգրանաշենը, եթե Տիգրանաշենը դառնա ադրբեջանական վերահսկողության տակ հայտնվի։ Ուրեմն Տիգրանաշենով անցնում է ամենակարճ ճանապարհը, որը Հայաստանի մայրաքաղաքը կապում է Վայոց Ձորի, Սյունիքի եւ Իրանի ուրեմն սահմանային այդ ճանապարհի հետ։ Եթե այդ ճանապարհը տրվեց ադրբեջանցիներին, ադրբեջանցիները ոչ միայն կկարողանան այդ տարածքը փակելով մի քանի տասնյակ կիլոմետր, ասում են մոտավորապես մի 50-60 կիլոմետր երկարի ճանապարհը դեպի ուրեմն վերը նշված մարզեր եւ Իրանի սահման հասնելու համար։ Գումարած դրան, նաեւ ոչ ոք չի երաշխավորում, որ ասենք նույն ծմրանը այդ ճանապարհը անխափան կգործի։ Երկրորդ ու ամենակարևորը Տիգրանաշենը վերահսկելով ադրբեջանցիները նաեւ տոտալ վերահսկողություն կսահմանեն հարևան բոլոր բնակավայրերի նկատմամբ հայկական, որովհետեւ դրանք բոլորը գտնվում են ավելի ցածրադիր գոտում, քան Տիգրանաշեն։ Ապրում են ոչ թե Ռուսաստանում,
ասենք թե ասենք հարթավայրային շրջանում, այլ մեր երկիրը լեռնային երկիր է, ապա նաև այստեղ շատ կարևոր է, թե դու համապատասխան տարածաշրջանը վերահսկելով կամ համապատասխան տարածքը վերահսկելով, ինչ նաև հնարավորություններ կունենաս այդ տարածքից վերահսկել։ Օրինակ, դուք մտածում եք ադրբեջանցիները պատահական իշխանասարը գրավեցին, ադրբեջանցիները դա արել են, որպեսզի անհրաժեշտության դեպքում ուղղակիորեն փակեն նույն ձեր նշած Երևան, Գորիս, Կապան, Իրանի սահման ճանապարհը, որովհետև իրենց կողմից գրաված տարածքներից ափի մեջ է երևում այդ տարածքով անցնող ճանապարհը։ Դուք նաև բերեք չմոռանանք, որ Նիկոլը առաջին անգամ հողերի հանձնում կազմակերպել է իշխանության գալուց անմիջապես հետո։ Դուք երևի շատերը նաև մոռանում եք։ Այո, դուք շատ լավ հիշեցիք։ Ես Նիկոլի Դավաճան էությունը հասկացել եմ հենց այդ ժամանակ, եւ որ մայիսի 15-ն էր թե 16-ը հմեկին հարցազրույց տալով աչքերը կլորացրեց ու խաբեց, ասեց նախկիններն են այդ 5 կիլոմետր տարածքը Նախիջևանում հանձնել Ադրբեջանին այն պարագայում, երբ որ Bellingcat ուրեմն վերլուծական եւ քարտեզների հիման վրա ուրեմն շատ հետաքրքիր տեղեկություններ հրապարակող կայքը կոնկրետ նշել էր, որ տարածքների հանձնումը տեղի է ունեցել ուրեմն մայիսի 8-ի 9-ի կողմեր, երբ որ Նիկոլը արդեն վարչապետ է եղել։ Եվ ինքը ուրեմն այդ 5 կիլոմետր տարածքը նվիրել էր Ադրբեջանին, Նախիջևանի հյուսիս-արևելքում, որտեղից ադրբեջանցիները առաջին անգամ 30 տարվա մեջ կրակել էին Արենի գյուղի վրա։ Այն դեպքում, երբ որ այդ տարածքներում մենք շատ մեր ժողովուրդը ամնեզիայով է տառապում։ Ասենք Ջերմուկում ապրող բնակիչները գիտեն, թե ինչի համար է Ադրբեջանը Ջերմուկի հատվածում մոտ 10 կիլոմետր ներխուժել Հայաստանի տարածք։ Դուք գիտեք, չէ՞, որ ադրբեջանցիները ամբողջությամբ նույնիսկ վերահսկում են ջերմուկցիների անձնական կյանք։ Ես ձեզ ասեմ, հեռադիտակներով նայում են նրանց տների մեջը ու չեն թաքցնում, գիտեք, չէ՞։ Չէ թաքցնում։ Ասենք ադրբեջանական լրատվամիջոցները նայեք, տեսեք, ասենք նույն ձևի ամբողջությամբ վերահսկում են ներքին հանդի բնակչության անձնական կյանքը։ 3 կողմից այդ գյուղը շրջապատված է ուրեմն թշնամու զորքերով։ Ու ասենք շատ նորմալ է, երբ որ հայ ժողովուրդը մտածում է, որ այս պայմաններում Ադրբեջանը իբր թե խաղաղության է պատրաստվում։ Իդեպ նաև հետաքրքիր փաստ արձանագրենք, վերջին 2 ամսվա ընթացքում կտրուկ ավելացել են ադրբեջանական Silkway Airlines տրանսպորտային ընկերության չվերթները դեպի իսրայելական ռազմաբազաներ։ Իսրայելի տարածքում ավիաբազաներ կան, որտեղից Ադրբեջանը մեծ մասշտաբի զենք եւ զինամթերք է գնում եւ տեղափոխում Ադրբեջանի դեպ նաեւ նշեմ, որ վերը նշված ավիաընկերությունը Silkway Airlines-ը ինքը պատկանում է Ադրբեջանի բռնապետի ընտանիքին։ Եվ ինքը հիմնականում Իսրայելից ռազմական տեխնիկա է ուրեմն տանում դեպի Ադրբեջան։ Ավելի ողբեր գալից փաստ արձանագրեմ նաև ձեզ համար։ Ուրեմն եթե նախկինում այդ ավիաընկերությունը չէր հանդգնում իր չվերթները կազմակերպել նույնիսկ 44-օրյա պատերազմից հետո Հայաստանի օդային տարածքով, հիմա Իսրայելի զենքը տանում է Ադրբեջան Հայաստանի օդային տարածքով հենց Երևանի վրայով տրնելով։ Այսինքն Հայաստանը դարձրել են իրենց մի տարածք, որտեղով ինչ կուզեն կանեն, կգնան եւ այս ամբողջը Բայց դուք մի մոռացեք Ադրբեջանի բռնապետի 2021 թվականի հարցազրույցը Ռոսիա 24 հեռուստաալիքի վերլուծաբան Կիսելյովին են, որ ինքը ասում է, իսկ Հայաստանը ով է կամ Նիկոլը ով է, որ ես պետք է հարցնեմ, թե իր օդային տարածքը օգտագործեմ, թե չէ։ Ավելի ողբեր գալից բան։ Եթե նախկինում ադրբեջանական զինված ուժերի ուրեմն զինվորների տեղափոխումը, զորացրումը, համալրումը Նախիջևանում իրականացվում էր նույն ադրբեջանական ավիա ուղիների ինքնաթիռներով եւ նրանք կրկին չէին հանդգնում թռչել Հայաստանի տարածքով, այլ թռնում էին Վրաստանով, Թուրքիա օդային տարածք սադարակով մտնում էին Նախիջևան կամ հաճախակի ավելի շատ Իրանի տարածքով էին այդ ռոտացիան կազմակերպում։
Համալրում, Զորացրում եւ այլ Նախիջևանի տարածքում հիմա ամբողջը տեղի ունենում Հայաստանի օդային տարածքով։ Պարոն Համբարյան, գլոբալ առումով եթե կարճ դիտարկում անենք, որն իհարկե վաղուց հասկանալի է, բայց ստացվում է Հայաստանը օկուպացնում է ամբողջությամբ, կկտրի Վրաստանից, կկտրի Իրանից, Հայաստանը կդառնա մի տարածք, որտեղ ադրբեջանա-թուրքական տանդեմը իր ռազմական, տնտեսական, բոլոր տեսակի եւ իհարկե այն ամենակարևորը, որը գած է իրենց քաղաքական հիմքում, հա, իրենց պանթուրանական ծրագրի իրականացումը կիրականացնի այս մեր տարածքով։ Հայաստանը կդադարի լինել պետություն, ազգային պետություն, պարզապես կծառայի այդ թուրք-ադրբեջանական տանդեմին, շահերին, որպեսզի հարկ եղած դեպքում մեր տարածքից խփեն Իրանին, խնդիրներ լուծեն Ռուսաստանի հետ եւ այլն։ Մենք դառնում ենք այդպիսի տարածք։ Մենք մոտակա 30 տարվա մեջ այդպեսին պետք է դառնանք, իսկ նրանց հերավար ռազմավարական ծրագրերում հայերի այստեղ ապրելը ընդհանրապես բան է, արգելված է, այսինքն ամեն ինչ անելու են, որպեսզի հայ ժողովուրդը այստեղից հեռանա։ Ես նաև Տավուշի մարզում այսպես կոչված Սոֆուն ու Բարխուդարն ու Նիկոլի արտահայտած զառանցանքների հետ յուղերի պահով։ Դուք գիտեք չէ, որ այդ պարագայում Վանաձորը դառնում է թիրախային քաղաք ադրբեջանցիների համար։ Ուղիղով Վանաձորը հայտնվելու է 60 կիլոմետր հեռավորության վրա ադրբեջանական դիրքերից, իսկ դուք գիտեք ժամանակակից հրետանին կարող է 60 կիլոմետր հեռավորությամբ ուրեմն հարվածներ հասցնել։ Այնպես որ վանաձորցիներին շնորհավորում եմ, իրանք արդեն ունեն նույն սահմանամերձ եւ ադրբեջանցիների թիրախի տակ գտնվող քաղաքի կարգավիճակ։ Վերադառնալով այդ Տիգրանաշենը չենք տալու, Կոգորտի լոսակետ այդ ոչնչություն են, որ ավտոմեքենայի շիպրիբորը ձեռքին վազվզում էր իրանց գյուղի փողոցներով, Գարիկ Սարգսյանը ինչ է։ Հիմա որ խոստացել էր, որ եթե Տիգրանաշենը հանձնվի, ապա ինքը խարշ է պատվիրելու այնտեղ, որպեսզի ով հանձնելուց հետո պատիվ տա այս մասին բարձրաձայնողների, այ հիմա ուզում եմ անդրադառնամ այն անգրագետ, տգետ մասային մեր հասարակության, ինչպես նաև ուզում եմ անդրադառնամ նույն այն նիկոլական երեսփոխան կամ պաշտոնյաներին, ովքեր հիմա բարձրանում են ազգային ժողովի ամբիոնից կամ ազգային ժողովի խոսափողեր օգտագործելով, ասենք լկտիաբար, ցինիկաբար հարց են տալիս, բայց 300,000 ադրբեջանցիների ինչի չեկան։ Այ հիմա սա ապացույց, որ երբ որ Տիգրանաշենի հանձնման մասին խոսվում էր, խոսվել է փաստերով ենք խոսում 5-6 տարի առաջ։ Կոնկրետ ասենք Գարիկ Սարգսյանի այդ ամոթել է, ես սրա ազգանունն եմ ասում, Կոգորտի լոսակետ Գարիկի գրառումը ֆիքսված է 2021 թվականի ուրեմն հունվարի 4-ին է եղել։ Ասենք անցավ 5 տարի եւ Նիկոլը պարզվեց, որ Տիգրանաշեն բնակավայր մենք չունենք, այնտեղ ընտրողներ չկան, այդ ընտրողները ասենք լկտիաբար ասում են դրա տարածք չկար, հասկացանք, բայց այդ ընտրողները գնացել են կողքի գյուղ չեն, Պարուշ Սևակ գյուղ են գնացել, այնտեղ ընտրել։ Եվ թող այ մեր հասարակությունը իմանա, որ երբ որ մենք հիմա բարձրաձայնում ենք, որ Նիկոլի վերընտրվելու գներից մեկը նաև Հայաստանը թուրքերով լցվելն է, դա չի նշանակում, որ Նիկոլը որ վերընտրվեց 2-3 օր հետո կամ 1 ամիս հետո կամ 1 տարի հետո նույնիսկ ադրբեջանցիները գալու են այստեղ ապրեն, չէ։ Ես ձեզ ասեմ կոնկրետ երբ են գալու ապրեն, դա իմ վերլուծության արդյունքում է։ Ուրեմն Նիկոլը հույս չի ունենալու, եթե ինքը իշխանությունը պահի, ինքը հույս չունի, որ ինքը 31 թվականին կվերընտրվի, իսկ իրեն ինչ է պետք, ընտրող։ Ուրեմն այս 3-4 տարիները կօգտագործվի կոնկրետ Ադրբեջանի ու Նիկոլի կողմից, որպեսզի պատրաստեն ադրբեջանցիների վերաբնակեցման ծրագիրը, իսկ 2029 թվականին կոնկրետ մեծ ծավալով ադրբեջանցիների կբերեն կլցնեն Հայաստան, որպեսզի 30-31 թվականներին նրանց քանակը այնքան մեծանա, որ նրանք մասսայաբար ընտրություններին մասնակցելով կարողանան թելադրել հայերին, թե ով է լինելու Հայաստանի վարչապետ։ Դե իհարկե, ինչպես բոլոր
դե իհարկե ինչպես բոլոր դավաճաններին կօգտագործեն Նիկոլին 31 թվականին է կընտրեն 31 թվականից հետո երբ որ ադրբեջանցիները արդեն շատ հիմնովին այստեղ հաստատվեցին Նիկոլը էլ նրանց պետք չի կա ինչպես բոլոր դավաճաներին կվերացնեն ու իրանք մի հատ Յուսուֆի Իլհամի Հեյդարչիկի կամ Լեյլայի կբերեն այստեղ կկարգեն որպես բանի ոչ թե վիլայեթի կառավարիչ մենք վիլայեթի կարգավիճակ չունենք սա արդեն սանջակի կարգավիճակ չի ունենա Հայաստանը Էրմենիստան սանջակի չի լինելու իրանք Հայաստանը անվանելու են ուրեմն արևմտյան Ադրբեջան եւ վերջ եւ այդ սրանցը այնպես որ այս նույն մեր հասարակությունը այս նույն նիկոլականները են որ սոցիալական տարբեր հարթակներում Facebook է TikTok է Instagram են որ անասունի պես թութակի պես ասում են ուր անեն այդ ադրբեջանցիները թող իմանան որ երբ որ նույն Հրանտ Բագրատյանը ես այդ ժամանակ բազմաթիվ այլ ընդդիմադիրներ խոսում էինք որ Նիկոլը Տիգրանաշենը հանձնելու է իսկ նրանք ծիծաղում էին ու ցինիկաբար ասում էին թե որ հանձնեց մենք խաշ կպատվիրենք ձեզ համար այնտեղ հիմա թող նայեն ու հիշեն թե որը որից հետո է գումարած դրան հարգելի Արմին ես նշեմ որ Նիկոլը նաև այսպես փորձեր է անում հասկացնել Ադրբեջանի որ ինքը պատրաստ է փոխանակման ու շատ եղել եք ասում է մեր վերահսկողության տակ կան տարածքներ որը ադրբեջանական է ադրբեջանին էլ ադրբեջանի վերահսկողության տակ էլ կան տարածքներ որ հայկական է դե Արցախաշենն է նշում այստեղ հա բայց խնդիրը հետեւյալն է ես նոր նշեցի ոչ թե Տիգրանաշենը հազարապատիկ է ռազմավարական առումով կարևոր Ադրբեջանի համար եւ Հայաստանի համար մեզ համար միլիոնապատիկ է կարևոր Արցախաշենը իրենից ռազմավարական 0 նշանակություն ունի բացարձակ 0 է ես համոզված եմ նույնիսկ այդ տարածքը եթե Ադրբեջանը նույնիսկ վերադարձնի Հայաստանին Ադրբեջանում 100% վստահ եմ որ որևէ հայ այդ Նիկոլի կառավարման տարիներին այնտեղ չի գնալու չի ապրել որտեղ Նիկոլը չի կարող ապահովել այդ հայերի անվտանգությունը եւ պատվով ապրելը Նիկոլը ինքը պատվով չի ապրում Նիկոլին Ադրբեջանի բռնապետը ասում է հարբեցող ծաղրածու պատասխանի չի արժանանում հասկանում եք այնպես որ ինքը նաեւ գիտեք ինչ է պատրաստում հայ ժողովրդին են որ վաղը մյուսօր նույն Չերմուկի հատվածը Ադրբեջանը չտվեց ու չի տալու Սև լճի հատվածը չտվեց իշխանացարի հատվածը հետ չտվեց ներքին հանդի հատվածը հետ չտվեց Սոտքի Խոզնավարի տեղ գյուղի հատվածները Ադրբեջանը հետ չի տալու ինքը դիդավորյալ խափում է թե մենք Ադրբեջանից տարածքներ ունենք հələ ես նոր նշեցի են բոլոր տարածքները որը մենք կորցրել ենք իր կառավարման տարիներին նշեմ նաև Արցախյան առաջին պատերազմում մեր կորցրած տարածքը դա բանն է եղել Բերքաբերի հատվածը 900 հեկտար հիմա թող Նիկոլ Փաշինյանը մի հատ իր ճեպազրույցի ժամանակ մանրամասն նշի թե մենք Ադրբեջանից էլ ինչ տարածքներ ենք վերահսկում ինչ ենք մենք վերահսկում Այն ինչ որ մենք իբրսև վերահսկում ենք իրականում կանոններ տալու շատ ճիշտ եք ասում ինքը բացարձակ կանոններ չի տալու հակառակ դեպքում անուններ թվում է որ պիտի մենք տանք Ադրբեջանին ինքը մի անգամ հիշում եք 44-օրյա պատերազմից հետո Որոդանի հատվածը որ տվեց նվիրեց Ադրբեջանին այդ Գորիսկապան ճանապարհի հատվածը ինքը ուրեմն ադրբեջանական անուն էր տալիս Էյվազլ եթե հիշում եք ուրեմն Ադրբեջանում ապշել է գիտեք ինչի որովհետև այդ Էյվազլը ոչ թե բնակավայր է եղել, այլ 40-ական թե 50-ական թվականներին այդտեղ եղել է ուրեմն անդառանյութի մշակման փոքրիկ գործարան։ Դուք պատկերացնում եք, չէ՞, այս տագանքը ինչպես է ուսումնասիրել այդ տարածքների տեղանունները թուրքերեն լեզվով, որպեսզի վաղը մյուս օր անգրագետ հայաստանյան հանրությանը մարդկանց համոզել, որ դա թուրքերինն է։ Ինքը վաղը մյուս օր դասի ինչ ախուրյան, դա Դուսքյանն է։ Ես թե ունեք Դուսքյանդի Տուրանը։ Ախուրյանը բան չէ, ինչ ախուրյան կետ, դա արպաչայն է, դա թուրքերեն բառ է։ Եվ այսպես մինչև Երևան։ Ինչ արաբի գյուղ
Դա օջախուլին է, ես Շիրակի մարզի գյուղերի մասին եմ խոսում, որոնք հիմա էլ թուրքական տեղանուններով շատ դեպքերում տեղացիները անվանում են։ Լորվա մարզում, որտեղ գտնում է Սուրբ Հովանես մատուրը, սրբավայրը, Ղալթախ չի է։ Դրանք բոլորը թուրքերին են, այդտեղ թուրքեր են ապրել։ Վաղը մյուսօր Նիկոլը հենց սա, հենց այս թեզերը առաջ է բերելու։ Դուք հանկարծ մի վարկյան, մի տողոց չկասկածեք։ Մարդը հայկական տեղանունները ներքին ոսկեպարը ասում է յուխարի ասկիպարա։ Դուք տեսել եք կյանքերի մեջ որ հանգարց ադրբեջանցի նշի, որ ասենք Ստեփանակերտի պատմական անունը իրականում Վարարակն է։ Ինչ Ստեփանակերտ։ Ստեփանակերտ չկա։ Ստեփանակերտը Ստեփան Շահումյանի անունով է տրվել խորհրդային միության տարիներին։ Իրականում այդտեղ եղել է Վարարակը։ Բայց ոչ, Նիկոլեն կանադատ Խանքենդի են ասում, Խանի գյուղ, դարվում է Դիդավորյան, որ այս անկրագետ ժողովրդի մեջ, ուղեղների մեջ նստեցվեն, որ այ տեսեք թուրքական են դրանք բոլորը։ Ես խո Ճիշտ ասեցիք, հիմա, այո, հիմա մտածողության փոփոխության վրա են աշխատում։ Այո, դա հատուկ հոգեբանական գրոհ է այդ ժողովրդի նկատմամբ։ Նաև նշեմ, որ ասենք այդ որ ինքը ասում է ասենք քյարքի իրականում դրա արմատը հայկական վերջերս 2-3 օր է շատ հայտնի մի հատ պրոֆեսոր կանոնը չեմ ուզում նշեմ կարող է չուզենա որ անդրադառնամ իրեն բայց շատ լավ ստուգաբանում էր ներկայացրել քյարքի անվանման այնպես որ Նիկոլը վաղը միսօր չի Ներեք, իսկ ասեք ինչ է նշանակում քյարքի հայկական Ես անկեղծած լիովին չեմ ուսումնասիրել, բայց ես նաև ինձ չեմ վերապահում իրավունք այդպիսի բաներ անելու, որովհետև ինքը հեղինակ ունի, բայց կփորձեմ ավելի խոր ուսումնասիրել նոր ասել, բայց հայկական ուրեմն արմատ ուներ այդտեղ։ Հա, քանի որ մենք հիմա տեղեկատվական պատերազմի մեջ ենք, մենք պետք է նաև դա մատուցենք մեր ժողովրդին, հա, որտեղ մարդիկ ճիշտ եք ասում են, բա թուրքական անուններ են, ուրեմն հայկական չի եղել։ Բայց խնդիրը գիտեք որն է։ Հայտարարությունից պետք է հանել մեր պատերազմը Հայաստանի դեմ մղում է ոչ թե միայն Ադրբեջան, այլ Նիկոլը։ Ներսից։ Այո, այո։ Նայում ես Արման Եղոյան անուն ազգանով մի հատ խեղկադակ կա վերընկած ազգային ժողովում, ասենք պատմություն չգիտի, ասում ենք վրացիները կարող են ասեն, որ լորին ու տաշիրը մեկն են եղել։ Բայց արդեն բան է, չէ՞, սկսում է շրջանառել, այսինքն արդեն տվել են իրենք։ Օվերտոնի պատուհան են բացում։ Իհարկե, ու ասենք վրացիները նույնիսկ այն գրագետ վրացի պատմաբանները ինձ թույլ չեն տալիս այդ ապուշությունը արտաբերել, որտեղ իրանք լավ գիտեն, թե այդ տարածքները ինչպես են հայտնվել վրացական թագավորության մեջ եւ ինչպես են դուրս եկել։ Այդ տարածքները եղել են Զաքարյան իշխանների տոհմային տարածքները, նրանք դա իրենց հայրենիքն եղել։ Նույն հաջողությամբ մեկ է կարող ենք ասենք, որ եթե հիմար լինենք իհարկե, տարական հիմարը կարող է ասել են, ինչ որ ես հիմա կասեմ, Թամար Թակու օրոք Վրաստանի վարչապետը Զաքարյան իշխանական տոհմից էր, սպարապետը Զաքարյան իշխանական տոհմից էր, բազմաթիվ նախարարներ Զաքարյան իշխանական տոհմից են։ Դե բերեք ասենք, որ այդ վրացական պետություն չի եղել։ Մենք ենք ղեկավարել այդ պետությունը։ Ձեր ասածը մի բան էլ ավելացնեմ, պարոն Համբարյան, 48 քաղաքապետ Թբիլիսիի 48 քաղաքապետերը հայեր են եղել 50-ից։ Դե 50-ից 48-ը հայեր են եղել։ Հիմա եկեք ասենք, որ Թիֆլիսը հայկական քաղաքապետարությամբ հայ գիտեք ով է եղել։ Խատիսյանը։ Այո։ Հայաստանի առաջին հանրապետության վարչապետներից մեկը։ Այո։ Ասենք վրացիները հիմա հելն են ասել, որ Թիֆլիսը մերը չէ, հայերինն է։ Հայերն են կառուցել, տեսակ, վերջերս ասենք Ռուստավելի պողոտայի վրա շինարարություն են անում, ում անունն էին հաճախակի տալիս, որ հայտնի մեքենացի անունն էին տալիս, որ այդտեղ այդ հիացքանչ շենքներ ստարկել, որի տանտակը այդ ուրեմն կառույցներն էին հայտնաբերվել։ Բայց որ մի նորմալ վրացու մտքից կանցնի ասել, որ քանի որ կառավարել են, ուրեմն իրանցն է։ Բայց դա անցնում է Նիկոլ Փաշինյանի մտքով, պարոն Համբարյան։ Ասեք նույն հաջողությամբ, նույն իրանցին կարող ասել, որ 428 թվականից մինչև 1828 թվականը
Այսպես մերթ բանով ժամանակով որ սելջուկ թուրքերն են եղել, արաբներն են եղել, ուրեմն մենք Հայաստանն ենք կառավարում, մենք Հայաստանը մերն է։ Հայերը այդտեղ հայրենիք չունեն, մերն է։ Ասենք նույնը թուրքերը կարող են ասել, որ Արևմտյան Հայաստանը հայերի պատմական բնորանը չէ, մերն է։ Այս Հայաստանն էլ հետը, որտեղ այս Հայաստանն էլ է մի ժամանակ եղել թուրքերի վերահսկողության տակ։ Ասենք հիմա թուրքը հելնի ասի, Գագիկ Համբարյանին ինչ իրավունք ունի ասել, որ Գյումրին պատմական հայկական քաղաք է։ Դա Երկու թուրքի տարի մայլակ է։ Կարաբեկի Փաշան այդտեղ կառավարել է, մերն է։ Այ սրանք դուք չմտածեք, որ իրանք պատահական են սա անում։ Ես արդեն խնամված եմ։ Իհարկե պատահական չի, իհարկե Նիկոլի սա Թայֆան ծրագիր այս է։ ամեն ինչը պատահական չի անում։ Նիկոլի Թայֆան շատ լավ գիտի այդ ժողովրդի անկրագիտության մեծ մասի տգիտության մագարտակը եւ խաղում է այդ նուրբ լարերի վրա։ Պարոն Համբարյան, հիմա եկեք անցում անենք եւ փորձենք ամփոփել։ Հիմա այս մարդը հայտարարում է, թևակողում ենք պատմության նոր փուլ, 4-րդ հանրապետություն եւ տեսեք թե ինչ էր ասել Հայաստանի 3-րդ հանրապետությունը, ես ուզում եմ իր խոսքը մեջ բերել, ասում է 3-րդ հանրապետությունը առաջին իսկ օրվանից հիմնադրվել է կոնֆլիկտի հակամարտության տրամաբանությամբ, մինչդեռ 4-րդը ձևավորվում է խաղաղության տրամաբանությամբ։ Իդեպ ուզում եի նաև մի բան ասել այդ Տիգրան Աշենի խոսքի հետ կապված, երբ որ խոսում էր լրագրողների հետ, մեջտեղ բերեց նորից պատերազմի թեման, ասում է մենք այս հարցը որ լուծենք, ակնարկեց, պատերազմ չի լինի։ Այսինքն նորից մենք այդ նույն մեծ սկյուրիկի պես դնում է այդ շրջապտույտի մեջ, իսկապես սկյուրիկի տեղ է դրել հայ ժողովրդին, հա, նորից այդ պտտեցնում է այդ թեման, որ այսա կտանք, նա կտանք, որպեսզի խաղաղ եւ բոլոր ժողովուրդների համար հանգիստ լուծումներ լինեն եւ այդ ի հաշիվ Հայաստանի անընդհատ այդ process-ը գնալու է։ Հիմա ես կխնդրեմ 4-րդ հանրապետություն ասած նրա այս մտքի փայլատակման անդրադառնաք։ Ուրեմն ցանկացած անկախացած երկիր անցել է դառը պատմության էջերով։ Ասենք նույն Ամերիկայի Միացյալ Նահանգները ու ինչ միջոցով անկախացավ։ Այդ Անգլիան այդպես մեծ հաճույքով Ամերիկային տվեց անկախություն, պատերազմ է եղել։ Սարսափելի պատերազմ, սարսափելի զոհերով։ Հիմա ասենք Տրամպը կասի, որ չէ, քանի որ Ամերիկայի Միացյալ Նահանգները 250 տարի առաջ պատերազմով է եղել, ես չեղարկում եմ այս սահմանադրությունը, մենք նոր ուրեմն հանրապետություն ենք ձևավորում, դա տգիտության գագաթնակետն է այս մարդու։ Այդ մեկ, երկրորդը, ընդհանրապես հանրապետությունների հռչակումը, որ տեղի է ունենում, օրինակ Ֆրանսիան հռչակել է 5 հանրապետություն, եւ դրա հիմքում քաղաքագիտական առումով դրված է ամենակարևոր միտքը, փոխվում է կառավարման համակարգը։ Նիկոլը փոխել է Հայաստանի կառավարման համակարգը։ Հանրապետության հռչակման գլխավոր նախադրյալը դա կառավարման համակարգի փոփոխությունն է։ Ես նոր նշեցի Ֆրանսիայում 1792 թվականից ի վեր, երբ որ հռչակվել էր առաջին հանրապետությունը, ֆրանսիական մեծ հեղափոխությունից անմիջապես հետո, այսինքն 3 տարի անց 1789 թվականի հուլիսի 14-ից սկսված հեղափոխության առաջին արդյունքը եղավ 1792 թվականի սահմանադրությունը, որով Ֆրանսիան հռչակվեց հանրապետություն։ Ու այդպես մինչև հիմա 5 հանրապետություն է հռչակվել, որի արդյունքում փոխվել է Ֆրանսիայի կառավարման համակարգը։ Հիմա Հայաստանի հանրապետությունում ինչն է փոխվում, որ մենք 3-րդ հանրապետությունից տեղափոխվում ենք 4-րդ հանրապետություն։ Թույլ կտաք այստեղ ավելացնեմ, համակարգ չի փոխվում, ինքը ասում է գաղափարախոսություն է փոխվում, եւ այդ գաղափարախոսությունը իրենց կուսակցության մոգոնած գաղափարախոսությունն է, որի անունը իրական Հայաստան է։ Ասում է, այ հիմա այդ իրական Հայաստանը պետական գաղափարախոսության հենքը պիտի դառնա, եւ մենք պիտի այդ պատերազմների, այդ կորուստների, հա, այդ փուլից, որը ապրել է 3-րդ հանրապետությունը, գնում ենք դեպի խաղաղություն, հետեւաբար մենք համակարգային փոփոխություն ասածը ինքը գաղափարական փոփոխության մեջ է տեսնում։ Հետևաբար մենք գնում ենք դեպի 4-րդ հանրապետություն եւ հռչակում է իր համար 4-րդ հանրապետություն։ Ուրեմն գաղափարական առումով հանրապետություն հռչակել պատմության մեջ չի եղել նման ապուշություն, սա Նիկոլի հերթական հնարած հիմարությունն է։ Ինչ ասեմ, թող հələ փորձի։ Գաղափարականը որն է։ Գաղափարականը որն է։
Ես կրկնում եմ, կառավարման համակարգը պետք է փոխվի։ Հիմա մենք այստեղ կարծում եմ պետք է հասկանանք ինչ ասել է իրական Հայաստան, որպեսզի այդ իրական Հայաստանի մասին շատ խոսվեց, 4 տարի, 5 տարի ինքը անդադ էփում է այդ թեման։ Այդ իրական Հայաստանի մեջ Հայաստանի սահման, Հայաստանի դիմագիծ, Հայաստանի որպես պետություն, ինքնություն ունեցող ազգ, հայ ազգ ո՞նց է տեղավորվում, ինչ կերպարանքով, այսպես ասեմ, կներկայանա իրական Հայաստանի այդ անհասկանալի այդ գաղափարախոսության մեջ Հայաստանի 4-րդ հանրապետությունը ինչ դեմք է ունենալու, ինչ արժեհամակարգ է ունենալու, ինչ սահմաններ են ունենալու։ Դուք շատ լավ գիտեք ինչ է այդ իրական Հայաստանը, պարոն Համբարյան։ Եթե դրա հիմքի վրա է ձևավորվելու Փաշինյանի հայտարարած 4-րդ հանրապետությունը, ուղղակի կարելի է սարսափել։ Խնդրեմ, ուզում եմ ձեզ Սարսափել պետք չէ, կարելի ասել, որ Հայաստան չի լինելու։ Այս տարածաշրջանում ուրանալ ազգայինը, ուրանալ սեփականը նշանակում է ձուլվել եւ ոչնչանալ։ Գիտեք, Արմինե ջան, մեզ ոչ ոք մեր պատմության ողջ ընթացքում չի խոստացել, որ մենք պետք է այստեղ ապրենք։ Մենք պետք է ուսումնասիրելով մեր 5000-ամյա պատմությունը, 4000-5000-ամյա պատմությունը, պետք է հասկանանք, թե մենք ինչի ենք 360,000 քառակուսի կիլոմետրից դարձել 30,000 քառակուսի կիլոմետրից էլ փոքր պետություն։ Ինչու է հայկական սփյուռքը ավելի մեծ, քան Հայաստանի Հանրապետության բնակչությունը։ Դա մեր ողբերգությունն է, բայց խնդիրը գիտեք որն է, որ մենք մեր սխալների վրա չենք սովորում։ Մենք ունենք բնավորության ազգովի, ունենք շատ վատ մի հատ գիծ։ Մենք շատ արագ մոռանում ենք մեր թշնամիներին, մենք տոտալ անկրագետ ենք եւ շատ վատ բնավորության գիծ ունենք։ Մենք գեղձի ճարպիկ ենք։ Մենք մտածում ենք, որ մեր բոլոր հարցերը գցելով սրա նրա գրբանը, մենք կարող ենք այդ ամեն ինչից խուսափել։ Ոչ, բացարձակ չկա նման բան։ Եվ մեզ տրված էր վերջին շանս փրկել այս 30,000 քառակուսի կիլոմետր տարածքից ավելի փոքր տարածքը կործանվելուց։ Մենք չուզեցինք, մենք Նիկոլ ենք ընտրում եւ գիտեք ինչն է հետաքրքիր, լավ։ Երբ որ խոսում են խաղաղության մասին, չնայած ես նշեմ, որ հիմա այս դարում, այս ժամանակահատվածում նույնիսկ փաստաթղթով խաղաղություն բերելը գրոշի արժեք չունի։ Դուք տեսնում եք, ինչ է տեղի ունենում ամբողջ աշխարհում, առավել ևս մեր տարածաշրջանում։ Ինչ միջազգային կոնվենցիաներ, ինչ պայմանագրեր, ինչ պարտավորություններ, ով ում երբ ուզենա կհարվածի, ինչ ուզենա կանեն, ով ում դեմ պատժամիջոց ուզենա կսահմանի։ Ու մենք այս տարածաշրջանում գտնվելով, երբ որ մեր հարևան Իրանում 3 ամսից ավել է պատերազմ է տեղի ունենում, մենք մտածում ենք, որ մենք խաղաղություն ենք բերել, նույնիսկ կրկնում եմ, թուղթը ձեռքերից մենք չենք կարող ասել, որ խաղաղություն ունենք։ Լավ, որ խաղաղության մասին է խոսում Նիկոլը։ Այն որ Թուրքին տալով խաղաղություն է բերում, տալով ինքը ավելի է լկտիացնում Թուրքին եւ ավելի է բացում նրա խորժակը։ Որովհետեւ այդ նույն Թուրքը, գիտեք, ես մեր հարցադրույցներից մեկի ժամանակ եմ նշել, որքան հիշում եմ, հիմա էլ եմ ուզում այդ միտքը կրկնել Ալիևի 2021 թվականի մեր մոտ տեղի ունեցած ազգային ժողովի արդահեշտ ընտրություններից հետո Ադրբեջանի բռնապետը հարցադրույց էր տալիս, թե մամլոասուլիս էր հրավիրել, նրան հարցրեցին Հայաստանի հետ հարաբերությունների մասին եւ ինքը ֆենոմենալ քաղաքագիտական վերլուծություն արեց։ Ասեց, եթե մինչև ազգային ժողովի ընտրությունները Հայաստանում ես համարում եի, որ ես հաղթել եմ Նիկոլին, ապա ես հիմա համարում եմ, որ Նիկոլի վերընտրվելուց հետո ես համարում եմ, որ ես հաղթել եմ հայ ժողովրդին, որովհետև հայ ժողովուրդը Նիկոլին վերընտրելով, որպես երկրի վարչապետ, հաստատել է, որ Նիկոլը պարտված լինելով, նաև պարտության է տարել հայ ժողովրդին, եւ հայ ժողովուրդը պետք է ըմբոշխնի այդ պարտության բոլոր տառը, ուրեմն պտուղներ։ Հայերը պետք է պատրաստ լինեն, որ եթե ես ստորացնում էի Նիկոլին մինչև հիմա իրանց եմ ստորացնելու Նիկոլի միջոցով։
Խնդիրը հենց սա է։ Մեր խնդիրը հենց սա է, որ մենք կամած կորցնում ենք այն շանսը մեր ինքնապահպանվելու։ Պարոն Համբարյան, դա Սրանում է։ Ասենք ոչ պայմանագիր եք ընկել խաղաղության, իսկ մեզ որևէ մեկը խոստացել է, որ ասենք սահմանադրությունը փոփոխելուց հետո Ադրբեջանը նոր պահանջներ չի տնելու, իհարկե ոչ։ Ես նշել եմ 2024 թվականի փետրվարին Ալիևի ընտանիքին պատկանող Բաքու TV կայքը հրապարակեց 5 նոր նախապայմաններ, շանտաժ նախապայմաններ Հայաստանի նկատմամբ։ Դա սահմանադրության փոփոխություններ, Զանգեզուրի միջանցքի տրամադրումներ, փոխհատուցումներ Ադրբեջանին 30-ամյա օկուպացիայի համար, չագերտավոր օկուպացիայի ադրբեջանցիները այդպես էին ասում, հայկական բանակի թուլացումներ եւ ադրբեջանցիների վերադարձներ Հայաստան։ Հիմա եթե մենք ուշադիր նայում ենք այս 5 կետերից, դուք կտեսնեք, որ 4-ը գրեթե կատարված են կամ գտնվում են կատարման փուլում։ Միակ բանը, որը Նիկոլը չի արել դեռ, դա Հայաստանը ադրբեջանցիներով բնակեցնելն է։ Նիկոլը փոխում է սահմանադրությունը, մեր սահմանադրությունը արդեն Բաքվում գրված դրված է։ Բաքվում գրված դրված է։ Նիկոլը ուրեմն Զանգեզուրի միջանցքը արդեն տվել է թրիպի տեսքով, ամերիկյան դրոշի տակ թաքնված է թուրք-ադրբեջանական տանդեմի դրոշները։ Վճարել են գործարար Թրամփին, որպեսզի Թրամփի դեմքը օգտագործելով, ֆեյսը օգտագործելով խաբեն հայ ժողովրդին։ Փոխհատուցումը որևէ մեկը հարցրել է, թե 2025 թվականի օգոստոսի 6-ին, երբ որ Վաշինգտոնում ստորագրվեց TTIP-ի մասին պայմանագիրը, ամերիկյան Axios եւ Politico պարբերականները, երբ որ նշեցին, թե Թրամփի ճանապարհից ստացված օգուտների բաշխման պահով Ադրբեջանը ինչ կապ ունի այդտեղ։ Ասենք 40% գնալու է ԱՄՆ-ին, 30% մեզ, 30% Ադրբեջանին։ Հարց. Հայաստանի տարածքով անցնող ենթակառուցվածքներից ստացված օգուտի 30%-ը որպես ինչ պետք է գնա Ադրբեջանին։ Դա այդ փոխհատուցման մասին խոսքն է։ Հայկական բանակի թուլացում։ Մինչ մեր տարածաշրջանում մոլեգնում են պատերազմները, մինչ նույնիսկ Վրաստանի նման երկիրը ավելացնում է իր ռազմական ծախսերը, մենք կրճատում ենք զինված ուժերում ծառայելու ուրեմն ժամանակաշրջանը 5 նախապայմաններից 4-ը գրեթե արդեն կատարված են։ Մնացել է դա ադրբեջանցիներով Հայաստանը բնակեցնելը։ Եվ ես խորհուրդ կտամ մեր ընդդիմադիր պատգամավորներին, երկուշաբթի օրը եթե պետք է գնան ազգային ժողով, չգիտեմ գնալու են թե չէ, այ որ եւս մեկ քայլիստ կամ քայլիստուհի իր ցինիկաբար, այսպես ծաղրանքի տեսքով հարցնի, թե բա ուր անեն այդ ադրբեջանցիները, մի հատ կոկորդի լոսագետ Գարիգի գրառումը 2021 թվականի հունվարի 4-ի կապված Արձվաշենը, կներեք, Տիգրանաշենը ադրբեջանցիներին հանձնելու պահով մի հատ ցույց տան եւ ասեն, որ ընդդիմադիրները դեռ 5.5 տարի առաջ էին գուժել, թե դուք ինչ եք անելու։ Հիմա երբ որ ասում եք ադրբեջանցիների լծվելը Հայաստան, այդ չի նշանակում, որ այսօր կամ 1 տարի հետո պետք է անեք, դուք դա անելու եք կոնկրետ 3-4 տարի հետո, դուք կտեսնեք։ Հուշկու լծվելու են, որպեսզի 31 թվականին արդեն այնքան շատ լինեն, որ Նիկոլը վերարտադրվի Հայաստանում իշխանության։ Պարոն Համբարյան, ամփոփ ենք։ Մենք իսկապես կանգնած ենք, չգիտեմ ինչ ասեմ, արդեն քանի տարի այդ մասին խոսում ենք եւ ամեն օր մենք մոտեցանք այդ ամենամեծ անկումին։ Պետություն ենք կորցնում ու չգիտենք ինչ անել։ Հիմա պիտի, քանիցս ես իմ հարցազրույցներում ասել եմ, նման իրավիճակներում պետք է փողոցները լցված լինեին։ Հայ մարդիկ պիտի վրան դնեին, խփեին կառավարության շենքի դիմաց, չգնային տուն, քանի դեռ չի այս ծրագիրը, Նիկոլ Փաշինյանը պետք է դուրս գա, պատրի այն դավադիր ծրագիրը, որ իր առջև դրված է, հայ ժողովրդին խոստանա, որ չի իրականացնում եւ ինքը հեռանա։ Այսինքն ինքը պետք է հեռանար։ Այս process-ը չիրականացավ։ 5 տարի մենք խոսում ենք, 5 տարի խոսելով մենք մոտենում ենք անկմանը։ Հիմա կասեք մենք ինչ պիտի անենք։ Մենք ընտրություններ արեցինք, ընտրություններով չկարողացանք փոխել այս մարդուն
չէր կարողանալու։ Ահա, դա Ինչ է շատ գիտեմ լավ, ով էր գիտեինք, որ հավատացել, չենք որ կարող։ Նիկոլին ընտրություններով կարելի է Այո, իշխանացնել։ եւ հիմա ուրեմն ինչ պիտի անել։ Լավ, երկիր է չէ կորցնում։ Մանդատագողից կարելի է իշխանություն վերցնել եւ բազմից եմ ասել եւ մեր հարցադրություններում եմ ես նշել։ Այո, Նիկոլը առաջնորդվում է դասական հանցագործի հոգեբանությամբ, կամ ինքը Հայաստանի վարչապետն է, կամ Հայաստան պետք է չլինի։ Հանցագործը ինչպես է գործում։ Չկա զոհ, չկա հանցագործություն։ Հիմա եթե Հայաստանի Հանրապետությունը կա, ուրեմն միայն Նիկոլը պետք է ղեկավարի։ Եթե Նիկոլը չլինի, ուրեմն իր բոլոր հանցագործությունները կբացահայտվեն եւ ինքը հետապնդվելու է։ Դրա համար ինքը դասական մարտասպանի հոգեբանությամբ է առաջնորդում։ Կամ ես կլինեմ Հայաստանի Հանրապետության վարչապետ, կամ Հայաստանը պետք է չլինի։ Հիմա ինքը տանում է հետեդ ուղղում։ Ինքը հիմա Հայաստանը տանում է, մտցնում է թուրք-ադրբեջանական տանդեմի տակ, որպեսզի այդ նույն թուրք-ադրբեջանական տանդեմը դառնա իր կյանքի երաշխավորը։ Պարոն Համբարյան, ներողություն եմ խնդրում, շատ ներողություն, ձեր ասածը միտքը շատ կարևոր բան ասեցիք։ Չկա ինքը, ուրեմն չպիտի լինի Հայաստանի Հանրապետություն։ Որ այո, եւ այսինքն դա թուրքական ծրագիրն է։ Չկա հայ, չկա Հայաստան։ Այսինքն այդ նույն գաղափարի շրջանակում Նիկոլ Փաշինյանը գնում է հայերի ոչնչացման։ Մամա ժողովուրդը պիտի հասկանա, որ ինքը կանգնած է ոչնչացնում է այս մարդը իրեն։ Լավ, ընտրություններով չհաջողեցիք։ Ինչ ենք հիմա անելու։ Ո՞նց ենք անելու։ Հեղափոխություն է մնում, որ ինքը ասում է, որ թող հայ ժողովուրդը դուրս գա հեղափոխության։ Գիտեք, մեր հասարակությունը հոգնած է։ Ինքը իրենից հոգնած հասարակություն է, մեր հասարակությունը սպառող է, մեր հասարակությունը արարող չէ։ Ասենք նայում ես այս իրավիճակում Երևանի փողոցները լցված, սրճարանները լեփլեցուն ուդում են։ Այս մարդկանց ուշք ու միտքը ուտելն է, հասկանում եք, փող աշխատելն է, ուտելն է։ Սրանք մտածում են, թե Բյուզանդիայի էլիտայի նման, որ եթե իրենք պետականությունը կորցնեն ինչ-որ թուրք գա այստեղ, իրանք շարունակելու են պահել իրենց օբյեկտները։ Այդ նույն Մեհմեդ Փաշան, որը գտնվում էր Կոստանդնուպոլսի մատույցներում եւ մարտնչում էր պոլիսը գրավելու համար, բյուզանդացիները հանգիստ վայելում էին Պոլսի բնակիչները։ Եվ որ Մեհմեդ III-ը գրավեց պոլիսը եւ տեսավ բյուզանդական զորքերի խայտառակ վիճակը, հաջորդ օրը սարսափեց, գիտեք ինչից։ Երբ որ նրան եկան տեսնելու Պոլսի ամենահայտնի ընտանիքները, սարսափեց, թե նրանք ինչ նվերներ էին իրեն բերել։ Մեհմեդը սարսափել էր, թե լավ, այսպիսի հարուստ էլիտա ունեցող երկրի բանակը այդպիսի նողկալի ու խղճուկ վիճակում էր գտնվում, եւ որ հարց էր տվել, թե ինչու դուք այս ձեր ունեցվածքը չօգտագործեցիք ձեր երկիրը փրկելու համար, նրանք ասել էին, ինչ տարբերություն մեզ համար, մենք բյուզանդական կայսրին էինք ծառայում, թե հիմա ցես։ Եվ գիտեք դրանց ավարտը ինչ եղավ։ Մեհմեդը հրամայել էր բոլոր հայտնի Պոլսի ընտանիքներին ոչնչացնել, նրանց ունեցվածքը պետականացնել, իսկ գիտեք ինչ էր ասել։ Ասել էր սեփական երկրի դավաճանը ինձ էլ վաղը մյուս օր կդավաճանի։ Հիմա Երևանում վերընկած դոլարային միլիարդերներն ու միլիոնատերերը թող հասկանան, որ իրանց օբյեկտները վաղը մյուս օր անցնելու են։ Մենակ Երևանում չէ, բոլոր հայաստանյան բնակավայրերում։ Այ ինչպես իրանք կորցրեցին իրանց ունեցվածքը Ստեփանակերտում, Շուշիում, Ասկերանում, իրանց գեսերը Քարվաճառում, իրանց այգիները Հադրութի շրջանում ու Մարտունու շրջանում, իրանց գինեգործարանները, այդպես էլ նույնը Հայաստանում է լինելու։ Բայց եթե այնտեղից փախանեկան թուրքերը այստեղ փող տվեցին, որ բերանները փակվի, փոխհատուցեցին, հիմա այդ փոխհատուցում չի լինելու։ Իրանք մազապուրց հազիվ փրկելու են իրենց կյանքերը։ Իսկ մյուս հայերն էլ պետք է ծառային թուրքերին, ով չհամաձայնվեց ծառայել, ուրեմն կամ այստեղից գնալու է կամ ոչնչացվելու է։ Ինչ է եղել, որ հիմա 21-րդ դարն է, թուրքը երբեք դաթաղանով չի հարձակվելու Հայաստանի վրա։ Թուրքը բիզնես
հարցակում է գործելու եւ իդեպ ցավով արձանագրենք, որ այդ բիզնես հարցակումը արդեն է սկսվել։ Դուք ուշադիր եղել եք, որ ամենահայտնի հայ 4 միլիարդերներից այնտեղ 4 հիմա մի փոքր ավել են Ռուբեն Վարդանյանը, Սամվել Կարապետյանը եւ Գագիկ Ծառուկյանը դոլարային միլիարդերների մասին է խոսքը։ Գտնվում են կամ ադրբեջանական կամ ադրբեջանցիների կողմից վերահսկվող հայկական բանդերում։ Դա պատահական չէ։ Դա նաև հայկական բիզնես էլիտայի գլխատունն է եւ բիզնեսի վերաբաշխումն է։ Օգուտ թուրք-ադրբեջանական տանդեմի։ Ում է պատկանում իրականում Ամերիաբանկը, Ջորջյան բանկին, ով է Ջորջյան բանկի ուրեմն սեփականատերը։ Ինչի մեր բանկերը, ասենք Արտշին բանկը կամ ասենք ինչ որ մի այլ բանկ, լավ, Գրզոյի հայ էկոնոմ բանկը Վրաստանում բանկեր ունեն, ինչ իրավունքով է վրացական բանկերից մեկը Հայաստանում ամենախոշորագույն բանկերից մեկի սեփականատերը։ Ինձ դա շատ խիստ կասկածներ է ինձ մոտ հարուցում տա։ Այո, Ալիևն էլ է ասել, առանց պատերազմի մեքենաներով կհասնենք Մեքենաներով, օդանավերով, գնացքներով, ինչ եղեք, ու նրանք այդպես էլ 3-4 տարի հետո գալու են։ Պարոն Համբարյան, այո, մինչ ձեզ հետ հարցազրույցս ես դրսից Սփյուռքից զանգ ստացա, անունը չասեմ, գուցե չցանկանա այդ մարդը որ հրապարակեմ, ասաց, որ այն ինչ կատարվում է հիմա Հայաստանում, երբ որ դրսից օտարները, բայց Հայաստանը սիրող, հայ ժողովրդին հարգող մարդիկ, երբ որ նայում են, սարսափում են։ Այդ մարդուն հարց են տալիս, ասում են, դուք հասկանում եք, թե ձեր երկրի հետ ինչ է կատարում, դուք հասկանում եք, անգամ Ռուսաստանի հետ հարաբերությունները այս խզման պահն են դրսում, Եվրոպայի մասին է խոսքս, մարդիկ, ոչ հայ մարդիկ արձանագրում են, որ դուք ձեր պետությունը ոչնչացնում եք, եւ հիմա ես ուզում եմ հասկանալ, լավ, մեկ ձևակերպման խնդրեմ, դուք ասում եք հեղափոխություն է պետք, Փաշինյանն ասում է եկեք դուրս եկեք, եթե դեմ եք, այս 2 օր առաջ եւս այդ միտքը ասեց, բայց ինքը այստեղ էլ սցենար ունի, չեք կարծում, որ այդ դուրս եկեք հեղափոխություն արեքին ինքը պատրաստված է, բոլորին կկալանավորի, նորից բանտերը կլցնի, էլի ակտիվ հնարավոր այդ հատվածով եւ վերջ խաղաղ հանգիստ մինչեւ ինչպես դուք ասացիք եւ այդ սցենարը շատ իրատեսական եմ ես համարում մինչեւ հաջորդ ընտրությունները նա կլցնի Հայաստանը ադրբեջանցիներով որոնք էլ իրեն նորից ձայն կտան եւ այսպես ինքը անդադար կվերընտրվի Իրան 31 թվականին էլ կընտրեն ու վերջ հաջորդ Հայաստանի ղեկավարը լինելու է թուրք Հայաստանի հանձնում, վերջնական։ Ինչպես ասում են, Մավրը արեց իր գործը, Մավրը կարող է հեռանալ։ Համաձայն եմ, ճիշտ եք եւ ավարտենք, ինչ հեղափոխություն պետք է լինի, որ հնարավոր լինի հեռացնել։ Ազգային, վերջապես մեր ժողովուրդը պետք է հասկանա, որ այս խաղաղությունը դա ֆիկցիա է, չկա նման բան։ Խաղաղություն չկա, փաստաթուղթ չկա ու չի լինելու։ Ադրբեջանը նորանոր պահանջներ է ներկայացնելու։ Գիտեք, Արմինե ջան, դուք ինձ դրտում եք ասել բաներ, որի արդյունքում ինձ կարող եք կալանավորել։ Չէ, դա դրա համար ես չեմ ուզում ինչ-որ բաներ ասել։ Ես ասում եմ, կամ էլիտան պետք է հեղափոխություն կազմակերպի, լավ, այսպես բնութագրեմ, կամ էլիտան պետք է հեղափոխություն կազմակերպի, կամ ժողովուրդը պետք է հեղափոխություն կազմակերպի, որովհետև գիտեք, ես որպես պատմաբան նշեմ, որ բոլոր չարիքները գործվում են ժողովրդի անունից։ Այո։ Գիտեք, Ադոլֆ Հիտլերը ընտրություններ կերտելով չի եկել իշխանության։ Ադոլֆ Հիտլերին գերմանացիները իրոք ընտրել են 32 թվականի նոյեմբերի ընտրությունների ժամանակ։ Բենիտո Մուսոլինին 22 թվականին Իտալիայի վարչապետ դարձավ ոչ ընտրակեղծարարության արդյունքում։ Ինքը արտար ընտրությունների արդյունքում է դարձել վարչապետ Իտալիայում։ Կարմիր քխմերների խելագար առաջնորդ Պոլ Պոտը Կամբոջայում 75 թվականին արտար ընտրությունների արդյունքում է դարձել երկրի վարչապետ։ Բայց ես նշեցի այն հայտնի պատմական ֆիգուրներին, որոնք իրենց պետությունները տարան կործանման եւ դարձան արհավիրքների պատճառ։ Ասենք Բենիտո Մուսոլինին եւ Ադոլֆ Հիտլերը սանձազերծեցին երկրորդ համաշխարհային պատերազմը։ Պոլ Պոտը սեփական ժողովրդի նկատմամբ ցեղասպանություն իրագործեց իր կառավարման կարճատև ժամանակաշրջանում սպանելով 2 միլիոն կամբոջացի։
Եվ գիտեք, այդ Նիկոլը պատահական չէ ամեն ինչ գցում ժողովրդի գրբանը։ Իդեպ նաև շատ հետաքրքիր փաստ արձանագրենք վերջում, որ ինքը եւ իր նմանները կամ այն օրը նայում եմ, չեմ էլ նաև վերնագիրը մենակ կարդացի, այդ մի հատ տիրադավ ոչնչություն կա, տեր ասում է նախքին կներեք հոգևորական, ասում է կաթողիկոսը պարտվել է, որովհետև ժողովուրդը իր կողքին չէ, լուրջ։ Կաթողիկոսի կողքին նորմալ մասսան է, այդ մեկ, երկրորդը, այդ ժողովրդի անունից զառանցողը պետք է իմանա, որ անցյալ տարի վաղաշաբաթում տեղի ունեցած ընտրություններից առաջ ճեպազրույցի ժամանակ կառավարության շենքում Նիկոլին հարցրեցին, թե որն է ժողովրդի լեգիտիմ քվեն։ Եվ Նիկոլը շատ ճիշտ պատասխան տվեց, ինչ որ ճիշտ է, ճիշտ եմ ասում։ Ասեց 50% գումարած 1%։ Դա ժողովրդի լեգիտիմ քվեն է։ Որը Հիմա ինքը մենք չի կարող ենք վաստակում։ արձանագրենք, որ Նիկոլը ժողովրդի լեգիտիմ քվեն չունի։ Այո, Ինքը իհարկե չէ։ այդ լեգիտիմ քվեն, չագերտավոր քվեն, ստացել է ի շնորհիվ նախկինների օրոք ընդունված խայտառակ ընտրական օրենսգրքի արդյունքում։ Իդեպ չգիտեմ տեղյակ եք թե չէ, Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրքը ֆաշիստական Իտալիայից ճողոպրած ընտրական օրենսգիրքն է։ Այո, այո։ Սերժ Սարգսյանի կառավարման տարիներին ընդունված։ Հիմա շատ լուրջ իրավիճակի առաջ ենք, չգիտեմ ես էլ հարցը չեմ տա ինչ պիտի անենք, կարծում եմ ամեն հայ պիտի իմանա թե ինչ պիտի անի, պարոն Համբարյան, այսպես արձանագրենք։ Հա, Ես կողմ եմ պարզում։ ժողովրդական հեղափոխության։ Ես այդպես կպատասխանեմ։ Շնորհակալ եմ, պարոն Համբարյան, այս պահին մենք էլ մեր տեղեկատվությամբ փորձենք արթնացնել մեր ժողովրդին, որը շարունակում է խորը քնած մնալ եւ իր երկիրը հանձնվում է ու չգիտես սրա անունը ինչ տնես։ Շնորհակալ եմ, պարոն Համբարյան, հերթական անգամ ձեր պետականամետ ազգային վերլուծության համար։ Դա շատ կարեւոր է, շատ կարեւոր է։ Եվ վերհիշեցնեմ իմ հեռուստադիտողներին, որ տեսակապով ես զրուցում եի քաղաքագետ պատմաբան Գագիկ Համբարյանի հետ, լավ եղեք, պինդ եղեք եւ պաշտպանենք մեր հայրենիքը միասնաբար։ Կհանդիպենք, ցտեսություն։